Իտալիայից լրագրողներ են այցելել մեր երկիր։ Նրանք շրջելու են Հայաստանում, այնուհետև իրենց լսարանին ներկայացնեն մեր երկիրը։ Իտալիայում Հայաստանի պատմության մշակույթի մասին շատ են խոսում։ Շատերն են ցանկանում այցելել ու տեսնել ձեր երկիրը։ Մշակույթը, երաժշտությունը, արվեստի հանդեպ սերը, ինչպես նաև հյուրընկալությունը իսկապես միավորում են երկու ժողովուրդներին։ Մեկ օր է ինչ այստեղ են, Հայաստանում լինելու են 6 օր, այցելելով տարբեր մարզեր և տեսնելով մեր երկրի զբոսաշրջային տարբեր ուղղությունները։ 3 ամբողջ օրը անցկացրել ենք Երևանում, որը կարծես թե համատեղում է մշակույթը, աշխույժ կյանքը, երիտասարդությունը։ Լրագրողները նշում են, որ մինչև մեր երկիր գալը գիտեին Հայաստանի մասին, բայց նոր են սկսում բացահայտել։ Կարևորում եմ այն մոտեցումը, որ հայերը փորձում են իրենց մշակույթը և պատմությունը ներկայացնել ամբողջ աշխարհին, բայց շատ նրբանկատորեն ու խնամքով։ Սկսել եմ բացահայտել երկիրը և այն զարմացնում է ոչ միայն մշակույթով, պատմությամբ, խոհանոցով, այլև բնապատկերներով։ Շատ հետաքրքրված եմ վանական համալիրներով, եկեղեցիներով, քարերի սիմֆոնիայով։ Մեր լսարանին կներկայացնեմ այն գեղեցկությունը, որ կտեսնեմ ձեր երկրում։ Մեծ սիրով հնարավորինս կպատմեմ այն ամենի մասին, ինչ կտեսնեմ, անդրադառնալով բոլոր ոլորտներին։ Իսկ ինչ հայերեն բառեր են արձանագրել այս մեկ օրվա ընթացքում։ Հայերենով շնորհակալություն բառը բարդ է, բայց լսեցի, որ երբեմն հայերը միմյանց հետ խոսելիս մերսի են ասում։ Այս երկուսը մտքիս եկավ։ Տարբեր երկրներից լրագրողներ և ինֆլուենսերներ Հայաստան այցելում են ամեն տարի։ Կազմակերպիչների խոսքով նպատակն է մեր երկիրը որպես զբոսաշրջային ուղղություն ավելի ճանաչելի դարձնել։ Տարեկան կտրվածքով նախատեսված է առնվազն 55 լրագրողի և ինֆլուենսերի այց դեպի Հայաստան։ Արդեն Հայաստան եկել են մոտ 30 հոգի և ինֆլուենսերներ և լրագրողներ տարբեր երկրներից։ Մենք աշխատում ենք ծոցի երկրների հետ, եվրոպական երկրների և Ասիայի հետ։ Այս տարի արդեն Հայաստան են այցելել Դուբայից, Եգիպտոսից, Գերմանիայից, Շվեյցարիայից։ Ինչպես են նրանք ներկայացնում մեր երկիրը։ Սոցիալական հարթակներում հայտնի անձիկ, ինֆլուենսերները սովորաբար իրենց հարթակներում պատմություններ բաժնում, ստորի բաժնում, հրապարակումներ են անում օրվա ամեն փոփոխության վայրկյանի մասով, այսինքն մենք հիմա Երևանում ենք, շարժվում ենք դեպի օրինակ Գառնի, տեսնելու ենք սա, բացահայտելու ենք սա, սնունդն են լուսանկարանում, ինչը շատ կարևոր է, քանի որ սոցիալական հարթակները բավականին հետաքրքիր ալգորիթմով են շարժվում եւ այնպիսի բաներն են շատ հայտնի դառնում, որ մենք չենք էլ կարող ակնկալել։ Իսկ լրագրողները հավաքագրում են անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը, լուսանկարահանում տեսարժան վայրերը, այնուհետև հոդվածներ հրապարակում։ Մասնագետներն ընտրվում են թե ուղիղ կապի, թե թիրախային երկրների PR ընկերությունների միջոցով։ Ի դեպ, ճանաչողական այցերը կազմակերպելու համար այս տարի մոտ 74 միլիոն դրամ է հատկացվել։ Լիանա Խաչատուրյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։